Հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթեր։ Նշենք, որ ընդդիմությունը վերջին շրջանում պարբերաբար պահանջում էր հրապարակել 2019 թվականին եղած բանակցային առաջարկները, որոնք ըստ նրանց մերժել է Նիկոլ Փաշինյանը։ Իշխանության գալով Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղարաբաղյան բանակցային գործընթացը սկսվում է զրոյական կետից։ Եվրամիությունն էլ դարձավ Հայաստանի ռազմավարական գործընկեր։ Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթն այսօր Բրյուսելում ստորագրել Արարատ Միրզոյանը եւ Կայա Կալասը։ Համագործակցելու ենք վիզայի ազատականացման եւ անվտանգության ոլորտում։ 2025 թվականը կարևոր տարի էր ձեր երկրի համար։ Ավարտվեց Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը եւ Եվրամիությունը աջակցում է ձեզ այս հարցում։ Հայտարարում եմ 15 միլիոն եվրո տալու մասին, որը ուղղվել է խաղաղության եւ ավելի դիմակայուն Հայաստանին։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Քաղաքացիական պայմանագրում որոշել են այլևս չհայհոյել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կուսակցությունը էթիկայի կանոնագիրք է մշակել, որի կանոններով էլ շարժվելու են այսուհետ։ Այնպես, որ երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած էթիկայի կանոնագրքին, սոցցանցերում գրել է Փաշինյանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար Մոսկվա է ժամանել Թրամփի հատուկ դեսպանոր Սթիվեն Ուիթքոֆը, իր հետ բերելով ռուս-ուկրաինական խաղաղության շուրջ Կիևի եւ Վաշինգտոնի միջև արդեն համաձայնեցված կետերը։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան բարձր է գնահատում խաղաղության հարցում Թրամփի ջանքերը։